Հաջողակը դա հենց այն նույն անհաջողակն է, ով որոշեց փորձել ևս մեկ անգամ։ Բարև բոլորին, դուք Phoenix Trading ալիքում եք, որտեղ դուք կարող եք սովորել trading լրիվ անվճար։ Եկեք այսօր կատարենք ռեալ գործարքներ մեր Pocket Option կայքի միջոցով, բայց կկատարենք վերլուծությունը TradingView կայքի արժույթներով։ Այսինքն այսօր չենք կատարելու ODC գործարքներ։ Ես կտա արժույթ, որը որ համապատասխանում է մեր գիտելիքներին, եւ այստեղ մենք կարող ենք վերցնել շատ լավ պլյուս եւ աշխատենք գումար։ Եկեք հիմա ես կատարեմ գործարք եւ ցուցադրեմ ձեզ իմ վերլուծությունը։ Եկեք տեղափոխվենք 1 րոպեանոց գրաֆիկ։ Ես կատարում եմ գնում 5 րոպեով $50։ Եկեք հիմա տեղափոխվենք TradingView կայք եւ կատարենք մեր վերլուծությունը։ Եկեք ես ձեզ ցուցադրեմ այն թրենդը, որը որ ես ի սկզբանե նկատեցի։ Մենք ունենք բարձրացող թրենդ, որը որ մեր ներքևի աջակցության հատվածից մեր թրենդը բարձրանում է վերև։ Եկեք ցուցադրեմ, որից հետո մենք ունենք կրկին լավ աջակցման հատված այս ներքևում, որտեղից նույնպես ունենք բարձրացող թրենդ։ Իհարկե, մեր բարձրացող թրենդը փոքր է, բայց այնուամենայնիվ մենք ունենք այդպիսի թրենդ։ Հիմա եկեք ես ձեզ ցուցադրեմ այն լավ հատվածները, որը որ ես նկատեցի։ Ահա, սա մեր երկրորդական աջակցման հատվածներն են, որը որ ես կօգտագործեմ դագոնի ժամանակ։ Հիմա մեր գինը մի քիչ ներքև իջավ եւ հասավ այս մեր մեջտեղի հատվածին։ Ինչպես եմ ես նշում հատվածները, եկեք ձեզ ցուցադրեմ։ Եվ որpիսի մենք բաց չթողնենք մեր գործարքի հատվածը, եկեք ես կատարեմ դագոն։ Դագոնը կատարված է, եկեք ես ձեզ ցուցադրեմ։ Մենք ունենք հատված, որտեղ որ կան շատ կանգ առած կետեր։ Եվ եթե կանգ առած կետերը շատ են, ապա դա նշանակում է, որ մեր հատվածը ուժեղ է։ Այդ պատճառով այս հատվածից ես կատարեցի դագոն։ Ինչու ես կատարեցի դագոնը 2 րոպեով։ Եթե շարժումը արագանում է, ապա մենք պետք է քչացնենք մեր ժամանակը։ Եվ մենք այստեղ ունենք հնարավորություն վերցնել կրկնակի պլյուս։ Ես որոշեցի մի քիչ հանգստանալ ծրագրերից եւ ցես ցուցադրել մեր սովորական TradingView կայքի արժույթներով գործարք։ Ինչու ես այդպես որոշեցի, քանի որ հասկացա, որ նախ առաջինը իմ դիտորդները մի քիչ հոգնել են այս ծրագրային վերլուծությունից եւ ես ավելի շատ եմ հոգնել, հավատացեք ինձ, եթե դուք միայն դիտում եք վիդեոները եւ օգտագործում եք այդ ծրագիրը, ես նաեւ ստեղծում եմ, փորձարկում եմ, ուղղում եմ սխալները այդ ծրագրի։ Այդ պատճառով ինձ ավելի շատ է պետք հանգստանալ այդ ծրագրային թեմաներից, քան թե ցես։ Ես հիմա սպասում եմ, որպեսզի մեր դագոնը ավարտվի պլյուս, մնաց ընդամենը 3 վայրկյան, ահա։ Մենք դագոնը վերցնում ենք պլյուս եւ հիմա ուզում եմ տեսնենք, թե ինչպես կավարտվի մեր հիմնական գլխավոր գործարքը։ Մնաց ընդամենը մի 5 վայրկյան եւ մեր մոտ մի քիչ լարված սիտուացիա է։ Իհարկե ես այդքան շատ չեմ լարվում, քանի որ դագոնը արդեն ես վերցրել էի եւ մենք աշխատեցինք գումար։ Խնդրեմ, սա իմ վերջին գործարքներն է։ Ինձ թվում է, որ սա շատ գեղեցիկ գործարքների պատմություն է։ Եկեք կատարենք կրկին գործարք, քանի որ ես ուզում եմ մի քիչ էլ գումար աշխատել, այս վերջին ժամանակահատվածում ես քիչ եմ կատարել trade, քանի որ զբաղված էի ծրագրի ստեղծմամբ։ Հիմա ես TradingView կայքով կփնտրեմ սիտուացիա, որը որ կհամապատասխանի մեզ, եւ ամենակարևոր ես մոռացած ես շեշտեի, որ ես տեսա, որ այստեղ կա կանաչ ծավալներ, որոնք ավելի բարձր են, քան մեր կարմիր ծավալը։ Ինքներդ դիտեք, կարմիր ծավալը փոքր է, քան նախորդ եւ հաջորդ կանաչ ծավալները։ Ահա, ես գտա սիտուացիա։ Առաջին հերթին մենք ունենք շարժում դեպի ներքև, եւ ես տեսնում եմ, որ կարմիր ծավալները մեծ են համեմատած մեր կանաչ ծավալին։ Եկեք հիմա սա դիտարկենք։
83% նորմալ է, կատարում եմ վաճառք, և ես ուզում եմ ձեզ ցուցադրել այս մեր հատվածները։ Այս պարագայում, քանի որ հատվածը գտնվում է մեր գնի վերևում, սա համարվում է արդեն դիմադրության հատված, եթե գտնվեր ներքևում, կլիներ աջակցման հատված։ Մենք ունենք վերևում լավ հատված, որից որ մենք կկատարենք դագոն, եթե կարիքը լինի։ Ինչու ես այսպես ինքնավստահ կատարեցի վաճառք, քանի որ տեսա ծավալները, կարմիր ծավալները չեն փոքրանում, այլ ընդհակառակը մեծանում են։ Տեսա մոմեր, լավ մոմեր, եկեք ցուցադրեմ ձեզ։ Նայեք, ունենք կարմիր մեծ մոմեր, որտեղ որ կան շատ փոքր ստվերներ։ Այս առաջին կարմիր մոմը ունի մեծ ստվեր, դա թուլության նշան է, բայց այս մեր վերջին կարմիր մոմերը ուժեղ են։ Մենք հասանք այն հատվածին, որը որ ես նշել էի, եկեք տեղափոխվենք և կատարենք դագոն։ Ժամանակահատվածը իջեցնում եմ և կատարում եմ դագոն։ 2 րոպեով կրկին վաճառք։ Ինչու եմ ես կատարում գործարք այսպիսի փոքր գումարներով, իհարկե համեմատած իմ բալանսին։ Քանի որ ես պահում եմ գումար դագոնի համար, իմ շատ սիրելի թրեյդերներ ջան, ես հասկանում եմ, որ հնարավոր է ես կրկին օգտագործեմ դագոն։ Ես չեմ ուզում շատ լարվել և չեմ ուզում ձեզ ցուցադրել ինչ-որ բալանսի ռազգոն, քանի որ ես չեմ ուզում, որպեսզի դուք դա տեսնեք և կրկնեք։ Դուք պետք է հասկանաք, որ դուք օգտագործելու եք շատ փոքր տոկոս ձեր բալանսից։ Ինքներդ կարող եք հաշվել, թե $50 քանի տոկոս է այսպիսի բալանսի դեպքում։ Այս վերջերս իմ մոդերատորներին անընդհատ ասում են մի շատ սխալ լուր։ Ասում են, որ եթե դուք քարտով եք կատարել համալրում, ապա չեք կարող կանխիկացնել կրիպտոյով։ Իմ շատ սիրելի թրեյդերներ ջան, այդպիսի բան գոյություն չունի։ Ես ասում եմ կոնկրետ Հայաստանի հետ կապված։ Ես այդ լուրը լսելով նույնիսկ արդեն իմ մեջ կասկած ընկավ։ Ճիշտ է, ես մի 10 օր առաջ գումար էի հանել, 10 օր թե 20 օր, արդեն չեմ էլ հիշում։ Դա ֆիքսված է իմ բաց տելեգրամյան ալիքում, երբ որ ես գումար հանեցի։ Բայց նույնիսկ ես այդ լուրը լսելուց հետո արդեն իմ մեջ կասկած առաջացավ, ասեցի հնարավոր է, որ այս վերջերս ինչ որ թարմացում է տեղի ունեցել, որից որ ես տեղյակ չեմ, և ես արդեն սկսեցի խոսել պոկետի մոդերատորների հետ, մենք պլյուս փակվեցինք դագոնը և ուզեցի ճշտեմ։ Նրանք պատասխանեցին, որ մենք կարող ենք կատարել համալրում քարտի միջոցով և կարող ենք հանել կրիպտոյի վրա շատ հանգիստ, որը որ ես միշտ արել եմ։ Ուղղակի, որ մի քանի հոգի իմ մոդերատորներին հարցնում են այսպիսի բան գոյություն ունի թե չէ, մոդերատորները արդեն կասկածում են և դիմում են ինձ, և ես դիմում եմ մեր պոկետի մոդերատորներին։ Այդպիսի բան գոյություն չունի։ Դուք կարող եք կատարել քարտով համալրում, բայց ցավոք սրտի չեք կարող կանխիկացնել ձեր քարտի վրա, բայց կարող եք տեղափոխել ձեր գումարը Binance, Bybit, այդպիսի ինչ-որ կրիպտո կաշիլոկների վրա և դրանից հետո change կատարել P2P-ով և հանել այդ գումարը ձեր քարտի վրա։ Նենց որ իմ շատ սիրելի թրեյդերներ ջան, հանգիստ եղեք, կոնկրետ վերաբերվում է սա Հայաստանում թրեյդ կատարող մարդկանց, քանի որ մեր Հայաստանի համար կա այդպիսի հնարավորություն, որպեսզի մենք համալրենք քարտով և կանխիկացնենք կրիպտոյի միջոցով։ Մեր մոտ հիմա կավարտվի մեր գլխավոր գործարքը և տեսնենք, թե ինչպես կավարտվի, մենք վերցրեցինք կրկին պլյուս։ Եկեք տեսնենք, սա մի հոյակապ գործարքների շարան է, որը որ ես կատարել եմ այս 2 օրը։ Խնդրեմ համոզվեք, որ սա դեմո գումար չէ։ Այսօր այսքանը իմ շատ սիրելի թրեյդերներ ջան, մոտակա ժամանակները ասեմ, որ ես ուզում եմ նոր կուրս նկարել, կապված թրեյդինգը 0-ից, և ես ուզում եմ, որ դա լինի շատ մաքսիմալ հասկանալի նոր սկսնակ թրեյդերների համար։ Ովքեր չգիտեն, մենք ունենք ծրագիր, որը որ օգնում է ձեզ ձեր վերլուծության մեջ։ Մենք ուղղակի գրում ենք այսպիսի տվյալներ, որը որ իդեպ իմանալը շատ հեշտ է, դրա վերաբերյալ կա արդեն վիդեո, որը որ նայելով դուք կարող եք հասկանալ, որ այս ծրագիրը աշխատացնելը շատ հեշտ է։ Այս ծրագիրը հաշվարկում է մեր թրենդը, հաշվարկում է մեր մոմերի չափսերը, վերջին 3 մոմի չափսը, հաշվարկում է RSI-ը, այսինքն ձեր գործի կեսը կատարում է այս մեր ծրագիրը։
Եթե ուզում եք ստանալ այս ծրագիրը, որը որ իդեպ անվճար է, բայց սա փողի կոճակ չէ, չմտածեք, թե սա փողի կոճակ է եւ դուք կարող եք միանգամից հարստանալ սրանով։ Ոչ, սա օգնում է ձեզ ձեր վերլուծության մեջ։ Իմ ալիքում կան վիդեոներ կապված այս ծրագրի հետ, ինչպես ակտիվացնել, ինչպես օգտագործել եւ ինչպես գումար աշխատել։ Ինչպես ձեռք բերել այս ծրագիրը։ Այդ բոտին ձեռք բերելու համար դուք պետք է հայտնվեք մեր փակ Telegram-յան ալիքում։ Իսկ մեր փակ Telegram-յան ալիք դուք կարող եք հայտնվել, եթե գրանցված եք Pocket Option կայք մեր հղումով եւ եթե ձեր բալանսին կա մինիմալ $20, որը որ հնարավոր է համալրել քարտային տարբերակով։ Ես դրել եմ այն մինիմալ գումարը, որպեսզի դա հասանելի լինի իմ բոլոր թրեյդերներին։ Եթե դուք չեք ուզում $20 կատարել համալրում, այսինքն դուք պատրաստ չեք ներդնել այս մասնագիտության մեջ գոնե $8000, ապա թրեյդինգը հաստատ ձեր համար չէ։ Եվ եթե դուք չեք ուզում համալրել գումար ձեր բալանսին, ապա փակ ալիքը նույնպես ձեզ հարկավոր չէ, ինչպես նաև բոտը։ Բայց եթե դուք ուզում եք սովորել թրեյդինգ եւ ձեր համար $20 այդքան մեծ գումար չէ, որը որ դուք կարող եք ներդնել ձեր գիտելիքների մեջ, ապա դուք գրանցվում եք Pocket Option կայք մեր հղումով, համալրում եք գումար ձեր բալանսին $20 մինիմալը եւ գրում եք մեր մոդերատորներին։ Ինչպես գտնել մեր մոդերատորների ակաունտը։ Մեր այս վիդեոյի ապիսանիայի բաժնում կա հղումը մեր բաց Telegram-յան ալիք, որտեղ որ դուրս են գալիս նորություններ կապված մեր ալիքի, կապված թրեյդինգի, ամեն ինչի հետ կապված։ Եթե ուզում եք միշտ տեղեկացված լինել այդ նորություններից, ապա անպայման բաժանորդագրվեք մեր բաց Telegram-յան ալիք։ Իսկ եթե ուզում եք հայտնվել այս փակ Telegram-յան ալիքում, բացի նրանից, որ ապիսանիայի բաժնում կա մեր մոդերատորների Telegram ակաունտը, մենք ունենք նաև մեր բաց Telegram-յան ալիքում ամրացված հաղորդագրություն, որը որ սեղմելով դուք ստանում եք հղումները, Pocket Option կայքի գրանցման հղումը եւ ստանում եք մեր մոդերատորների ակաունտի հղումը։ Եթե դուք արդեն գրանցվել եք Pocket Option կայք մեր հղումով, եթե դուք ունեք ձեր բալանսին մինիմալ $20, ապա ձեզ հարկավոր է ուղղակի գրել մեր մոդերատորներին եւ նրանք ձեզ կտրամադրեն մեր փակ Telegram-յան ալիքի հղումը, իհարկե ձեր ID-ն ստուգելուց հետո։ Եթե դուք այդ ամեն ինչը կատարել եք, դուք պետք է սեղմեք ձեր ավատարկի վրա, այնտեղ կա ձեր ID-ն, այդ ID-ի թվերը տեքստով ուղարկում եք մեր մոդերատորներին, նրանք ստուգում են, որ դուք գրանցված եք մեր հղումով, դուք ունեք ձեր բալանսին $20, տալիս են ձեզ մուտք դեպի մեր փակ Telegram-յան ալիք եւ ակտիվացնում են այդ բոտին։ Ես շնորհակալ եմ իմ բոլոր ակտիվ դիտորդներից։ Եթե չլինեիք դուք, չէր լինի նաև այս ալիքը։ Ես որոշեցի իմ դեմքը չցուցադրեմ, որպեսզի դուք կենտրոնանաք միայն վերլուծության վրա եւ նաեւ ինձ հեշտ լինի կատարել վերլուծություն, քանի որ ես արդեն միայն կենտրոնանում եմ մեր գրաֆիկի վրա։ Ցանկանում եմ բոլորիդ լավ օր եւ հաջողություն։